Ինչպես են բաշխվում պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ծրագրերին ուղղված միջոցները, որքանով են դրանք հասանելի թիրախային խմբերին։ Հետազոտությունն իրականացրել է ՀԿ կենտրոն հասարակական կազմակերպությունը Եվրամիության ֆինանսավորմամբ բյուջետային վերլուծություն սոցիալական ոլորտում ծրագրով ուշադրության կենտրոնում են եղել հատկապես Ղարաբաղից տեղահանվածների ինտեգրմանն ուղղված ծրագրերը։ Բնակարանային ապահովման, զբաղվածության, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում կամ ճգնաժամային իրավիճակներում սոցիալական արձագանքման բյուջետային ծրագրերի մասին է։ Եթե փորձեմ նշել մի քանի առաջարկներ, սոցիալական աջակցության ծրագրերը փորձեն գնահատվել համապատասխան պետական կառույցների կողմից ոչ միայն քանակական տվյալների հիման վրա, այլ նաև որակական, այսինքն փորձարվի պարզել, թե ինչն է պատճառը, որ շահառուները չեն օգտվում տվյալ ծրագրից, որն է դրդապատճառները եւ հետեւաբար ինչ կարելի է անել, որպեսզի պետական ծրագրերը ավելի թիրախային եւ նպատակաուղղված գործեն եւ ազդեցություն ունենան։ Վերլուծությունը ներառել է սոցիալական պաշտպանության ոլորտի 2020-ից 24 թվականների եւ 2025-ի 9 ամսում իրականացված ծրագրերը։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվող պետական բոլոր ծրագրերը Լոռու մարզում իրենց արդարացնում են։ Իրազեկության մակարդակը Լոռու մարզում բավականին բարձր է։ Սա գոհունակության պետք է ասեմ, որովհետև շատ մեծ է պետական եւ հասարակական սեկտորի համագործակցությունը շատ բարձր է։ Միասնական սոցիալական ծառայությունը ամենօրյա ռեժիմով իր բոլոր բաժիններով զբաղվում նաև իրազեկմամբ, ամսական մեկ անգամ հանդիպում արցախցիներին, վերահանում նրանց խնդիրները եւ նաև իրազեկում է պետության կողմից իրականացված ծրագրերի մասին։ Նույնը անում է նաև Լոռու մարզպետի աշխատակազմը։ Կազմակերպիչների խոսքով նման քննարկումները նպաստում են ավելի բաց հաշվետու եւ մարդակենտրոն սոցիալական քաղաքականության իրականացմանը, որպեսզի որևէ խնդիր դուրս չմնա պետության ուշադրությունից։ Մեր թիրախային խումբը նաև Հայաստանի տարբեր մարզերի կազմակերպություններ են։ Սրանով նաև փորձում ենք օժանդակել քաղաքասարակության մասնակցության բարձրացմանը բյուջետային գործընթացներում ու նաև թափանցիկությանը եւ հաշվետվականությանը պետական բյուջեի մակարդակում։ Հետազոտության արդյունքներով եւ քննարկման մասնակիցների կարծիքների հիման վրա մշակվել են նաև առաջարկություններ, որոնք կներկայացվեն իրավասու պետական կառույցներին անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու նպատակով։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։